Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն ինձ հայերը գրում են մեր Մագդա ովա մշեցի մշոն։ Ովա վարում էտեջա։ Ուրեմն հայեր ջան։ Էտեջը վարում է իհարկե ջհուդը։ Ես ձեզ ասել եմ, որ ես սոցցանցերում բացարձակ չեմ եղել, ես գործի մարդ եմ միշտ եղել, Facebook ինձ իմ հարազատները բացեցին, որ ես Նիկոլի դեմ, որ որտեղ նստում ելնում էի, ով մտնում ելնում էի, բացատրում էի, ինձ Facebook բացեցին, ասեցին, այնտեղ կգտնես դու համախոյներին։ Ու իրոք իբր թե հագանիկոլական ուժերի հանդիպեցի ու սկսի կոմենտներ գրել, պոստեր գրել։ Ասել եմ ձեզ, ի սկզբանե, քանի որ ձերբակալեցին Մանվելին ու Քոչարյանին, ուրեմն եղել եմ իրանց պաշտպանողը։ Հետո եմ սաղ հասկացել, երևի ասու գործներ, որ իմ միամիտ սրտով գնայի բոլոր ակցիաներին, ցույցերի, ասեմ ես այնտեղ Բելая Վարոնա, իրանք սաղ իրար ճանաչում են, մոտիկանում էի, մտածում էի հայ են, մոտիկանում եմ, խոսում եմ, ուզում եմ քննարկել բան, ինձնից հուշտ էին ելնում, ես զարմանում էի, ինչ են ինձանից հուշտ լինում և երբ հասցրեցին իրանք իրար ճանաչել, հետո սկսեցի բացահայտել իրականությունը։ Մանվելին սպանեցին, Քոչարյանը մնացել է սաղ, պարզվեց մի ամիս առաջ էլ արտարացրին, որ ոչ մի հակասահմանադրական գործողություն չի արել, դեր տարան։ Ուրեմն ինձ ուղարկում են մշեցի մշո էջը, լսում եմ, մշեցի մշո էջը 18 թվին, ուրեմն Նիկոլի դեմ պայքար էր իբր թե տանում, ձեռի հետն էլ պրոպագանդա էր անում, որ 300,000, այդ թիվը դուք գիտեք ժողովուրդ ջան, որտեղից է, այսենց սուտը իրանք տարածում են ժողովրդի մեջ, 300,000 իբր թե Տիգրան Մեծը ջհուդներին բերել էր, լցրել էր Արցախ, ժողովուրդ ջան, Տիգրան Մեծը, որ 300,000 են դարերից լցրածներ, Արցախն հիմա կլներ քանի միլիոնանոց, ուրեմն, աշխարհում միակ թագավորների թագավորը Տիգրան Մեծը, եթե կարողացել է ունենալ այդքան կամք ու խելք, աշխարհի կեսը համարյա գրավել, նա անգամ այդ հողերը, որ գրավում էր, ինքը ժողովրդին ձեռ չի տվել, թողել է, որ նույն տեղը ապրել։ Եթե այդ մարդ այդքան խելացի է եղել, այդքան հողեր է գրավել, ոնց կարար թագավորների թագավորը Տիգրան Մեծը չիմանար, որ ջհուդները դա այլասերված, մարտասպան, արունախում, թալանչիներն են, ռազբոյնիկներն են, որ Տիգրան Մեծը վերցներ, բերեր ջհուդներին, լցներ Արցախ իբր թե, ու Տիգրանակերտ իրանց համար մայրաքաղաք ստեղծեր։ Ժողովուրդ ջան, նման բան չի եղել, այսենց մշեցի մշո հայկական սենց անուն բրենդը գրել են ու այդ սուտը տարածում են ժողովրդի մեջ։ Ուրեմն եկանք հասանք, Արցախը հանձնեցին, 80% Արցախի հողերը հանձնեցին, մեր վզին կապիտուլյացիա փաթաթեցին,
ժողովրդի գլուխը խապեցին, այ հիմա այս կետը ժողովուրդ ջան, բոլորի համար կարևոր է, ով որ ուզում է, ում գլուխը մտցրել են, որ եթե ընտրությունների չգնաս, քո ձայնը կկեղծեն, իրանք օգտագործեն։ Մեզ էլ են վաղ 20 թվին, ասին Նիկոլին արունահեղությունով չանենք, փրկում էին Նիկոլին էտենց։ Օրինական դաշտում Նիկոլին հանենք ընտրությունով։ Ու բոլորին ասում են, եթե չգնաս, քո ձայնը կկեղծեն, Նիկոլը կօգտագործի քո ձայնը ի օգուտ իրան։ Մարդիկ գնացին, տվեցին հնարավորություն զեկուցել, որ ընտրությունները տեղի են ունեցել, իհարկե Քոչարյանը խաղացավ, որ իրան ձայները գողացել են, 2 ամիս էլ խաղացան, որ սահմանադրական դատարան են դիմում, 2 ամիս էլ խաղացան, սպասեցին մինչև իբր թե պատասխանները գան, իհարկե ոչ հայանպաստ պատասխան պիտի գար, երբ որ Ռեբեկայի կորեսպոնդենտը Մարոժնի ուտող Արմեն Սարգսյանին հարց տվեց, ինչի դուք գնացիք արտահերթ ընտրությունների, Նագլը պատասխանեց, որ մենք դա արեցինք, որ փողոցային ճնշումը իջեցնենք, ու խնդաց, ասեց դե հիմա նայեք փողոցում մարդ կա, հենց որ ժողովուրդ ջան, ընտրություն տեղի չպիտի ունենա։ Հիմա, երբ որ այդ ընտրությունները պիտի լինեին, 2 օր առաջ Մշոյի էջը ինձ նորից ուղարկում են հայերը, ես լսում եմ, ուրեմն խոսում է, որ իրան հարց են տալիս, որ ում գնանք ընտրենք մենք։ Պատասխանում է գնացեք ընտրեք Սամվել Բաբայանին, իսկ եթե չեք ուզում ընտրել Սամվել Բաբայանին, գնացեք ընտրեք Դոգին։ Քննարկենք այս նախադասությունը ժողովուրդ ջան։ Հա, վերջում ասում է, որ եթե դուք հաղթեք, մենք գկանք ու կկառուցենք զարգացած Հայաստան։ Դուք գնացեք սաղարեք, ինքը պատրաստի իրան խումբով գա։ Մենք գկանք, ասում է, կկառուցենք զարգացած Հայաստան։ Ուրեմն քննարկենք։ Մշեցի Մշոն առաջարկեց կամ Սամվել Բաբայանին ընտրել, 20 թվի մասին է խոսքը ժողովուրդ ջան, կամ Դոգին։ Բոլորս գիտենք, սաղ գիտեն այդ պատմությունը, որ Էրատոն Սամոյի հոգեբանական վիճակն է այնտեղ կարգավորել, ալամ աշխարհը դա գիտի։ Մարդիկ արդեն բոլորը 90-ականներից փաստորեն գաղտնիքները բացահայտվում է, որ Սամոն եղել է գլխավոր կազմակերպիչը մեր հայ ֆիդայիներին, հերոսներին, որ տվել են սպանել։ Այդ գործողությունը ըստ մեր ֆիդայիների, մեր կռվողների, մարդիկ խոսում են, որ Սամոնը կառավարել այդ գործը։ Բոլորս արդեն գիտենք, որ Սամոյի կինը ջվուդ է, ժողովուրդ ջան, այսինքն Սամվել Բաբայանի երեխեքը ջվուդ է։ Հիմա հարց է առաջանում, Սամվել Բաբայանը որ ազգի մասին է մտածում, եթե իրան երեխեքը ջվուդ են։ Իհարկե ջվուդների մասին։ Մենք գիտենք, որ 90 թվականների մեր հաղթանակը ոչ թե թուրքերին կապիտուլյացիա գրվեց, այլ գնացին հենց Սամվել Բաբայանն ա եղել, գնացին գրեցին խաղաղություն ժամանակավոր, հա, կվոտա վերցրեցին, Միրնիդոգը ստորագրեցին ժամանակավոր, որ օլոր-մոլոր անեն, մեր հաղթանակը չֆիքսեցին որպես հաղթանակ ու Ադրբեջանին կապիտուլյացիայի չենտարկեցին,
խապելով մարդկանց, որ հիմա մենք կապիտուլյացիա ստորագրենք թուրքերին, բա այն մնացած մեր հողերը կմնային Ադրբեջանի։ Հայերիս էսենց խապելով բերեցին, որ մեզ մեջքից նորից խփեն, կապիտուլյացիա ստորագրեն մեզ։ Հասկացաք ժողովուրդ ջան, 30 տարի այդ խաղն են խաղում։ Ոնց կարա խաղաղանությունով զբաղվող մշեցի մշո էջը, սենց էլ մի հատ խոսում է դաստիարակչական, սովորցնելով, մուննատ գալով, հայերին նսեմացնելով, որ ինքը իբր թե գիտնական է, չգիտեմ ինչա, ոնց կարար այդքան բանը ինք չիմանար ու հայազգին առաջարկում էր գնացեք ընտրեք Սամվել Բաբայանին։ Էսի կարճ ժողովուրդ ջան, անցանք երկրորդ։ Եթե չեք ուզում Սամվել Բաբայանին ընտրել, ընտրեք Դոգին։ Սկզբից մի հատ հասկանանք, մենք ընդհանրապես հայերս դարերով մեզ ինչի են ուզում ոչնչացնել, ով է ուզում ոչնչացնել ու ինչի համար են մեզ ուզում ոչնչացնել։ Այսինքն, երբ որ Հայկը խփեց բելին, ով ում դեմներ է, ով ինչ ուժեր էր ներկայացնում, իհարկե բելը, սաղին արդեն պարզ է, չարի ուժերն էր, այլասերված, գողեր, բոզեր, չգիտեմ ինչ լկտիություն կա, բելն է։ Ինչ որ բարոյականն է, Հայկն է, այսինքն հայը, Հայկն է, բարոյականն է։ Մեր կռիվը անբարոյականների դեմն է։ Անբարոյականները մեզ ուզում են ոչնչացնել, բոզերը, որ աշխարհը տիրանան, իրանց ոչ մեկը չասի, որ աչքիդ վերև ունք կա, որ իրանց բոզությունը ոչ թե դա լինի այլասերվածություն, այլ օրենքներով սահմանված նորմա դառնա։ Իմիջայլոց ասեմ ձեզի, այս 2-3 տարիա խոսում են, որ Եվրոխորհուրդը ուզում է ինցեստան օրինականացնի, այն որ ընտանիքի մեջ ով հասցրեց երբ ինչ, կարան դաժե օբշիկացիոլ իրար անեն, այս օրենքը ինցեստան, ուզում են օրինականացնել, վերջերս ասեցին, որ օրինականացրել են։ Դեր հələ հստակ չգիտեմ ժողովուրդ ջան, բայց արդեն այդպես ինֆորմացիա ինտերնետի մեջ տարածվում է։ Բոլորս գիտենք, որ Դոգը մինե տանողը։ Ով որ չգիտի, ժողովուրդ ինձ գները, քանի որ մենք կեղդերի հետ ենք պայքարի մեջ մտած, քանի որ կեղդերն են, այլասերվածներն են մեզ ուզում ոչնչացնել, ես ստիպված այս բառերը օգտագործում եմ, ձև չկա էլ։ Բոլորս գիտեք, ով չգիտի, մարդիկ կան չգիտեն, որովհետև հեռու է եղել մեզանից։ Մինետը երբ որ տղամարդու մի բանը վերցնում են իրանց բերանը։ Այդ վիդեոն Դոգի մասին տարածված է ինտերնետի մեջ։ Մարինա Խաչատրյանը իբր թե բժշկուհի է, միացել է Դոգի հետ կուսակցության մեջ։ Այսինքն պրոյեկտ էր, որ Հայկինը կարա այլասերված տղամարդու հետ համագործակցել։ Երբ որ էլա խոսացի դրա մասին, էլան լկտի բերան, այսենց 1000 ու մի բան, ես սաղ հիշում եմ ժողովուրդ ջան, օրը բարին գկա, կաշիները քերտելու եմ իրանց վրից։ Էլան բեյնից ինչ որ կարողացան թապեցին իմ հասցեին, հա, ուրեմն, էլան խոսացին, որ Դոգը դադի է տվել։ Այդ վիդեոն իբր թե մանտաժ արված է։ Մի 2 տարի առաջ Դոգը տարածեց, որ երբ որ կուսակցությունն արդեն ստեղծեց, տարածեցին լուր, որ Դոգը այդ դատը հաղթել է, այդ վիդեոն մանտաժ եղած վիդեո էր։ Էլա խոսացի։ Եթե դու նման դատ, նման հայց ներկայացրածելներ,
Դու հիմա սախին կուտեր, որ շուտ դատը անեն։ Այս 3-4-5 տարի է, 6 տարի է, դու այս դատերի մեջն ես, ահա։ Հիմա իբր թե դու դոք հաղթել ես, իբր թե դու արտար մակուր տղա ես, իբր թե դու փաստաթուղթ հիմա ունես քո ձեռը, որ այդ վիդեոն սարկած է, մոնտաժ է։ Այսինքն պետք է հասկանալ, որ դատարանի որոշում ունես, որ դու անմեղ ես, մեղադրյալներ կան, այսինքն արդեն հաստատված մեղավորներ, հանցագործներ արդեն, եւ իրանց պետք է դատեն հիմա այս գործողության համար։ Դե հիմա մեզ այդ փաստաթուղթը ցույց տուր, սաղի մասին ինչ ուզում ես խոսացիր։ Դե հիմա այդ փաստաթուղթը այսենց քսերոքս արագից ինտերնետի մեջ, որ դու ունես դատարանի որոշում, դոք, որ դու արտար ես, որ այդ վիդեոն, որ դու մինետ ես անում տղամարդկանց, որ դա սարկած վիդեո է, ու այդ մարդկանց բանը решение սուդա, որ իրանք հանցագործ են, որ դատվել են, չգիտեմ, այնտեղ քաղաքացիական դատարանա, թե քրեական, թե ինչա դատա եղել, որոշումը մի հատ քսերոքս արա քիծ ինտերնետի մեջ կողի հայ ազգի աչքերի մեջ, որ դու մաքուր ես։ Իհարկե նման բան տեղի չունեցավ, ժողովուրդ ջան։ Հիմա ուզում եմ ասել, այս գիտնական, մշեցի մշուն, հələ դոգի մնացած արածները այս վիդեոյով չեմ խոսա, ժողովուրդ ջան։ Պարզ բան։ Մշեցի մշուն, այսքան բան չէր հասկանում իրան գիտնական հալով, որ մեզ այլասերվածին բելին Հայկի զավակների գլխին խայդարգությունը առաջարկում էր գնացեք ընտրեք վարչապետ։ Էդի այդ 20 թվի մասին ժողովուրդ ջան։ Իհարկե գիտեր։ Հիմա ուրիշ հարց քննարկեմ։ Պարզվեց ինքը խոսում է, որ 15 թվից խոսում է ինքը։ Ես ուզում եմ հասկանալ, այդ ինչ հայի էջ է, որ երբեք չի բլոկվե 15 թվից անխապա խոսում է։ Երբեք այդ էջը չի փակվե։ Այդ ոնց եղավ։ Այդ ինչ լիդեր է, որ ասում է դուք արեք, արունը թափեք, եթե են վաղտ ասում էր մենք գկանք, հիմա ասում է ինձնից ինչ եք ուզում, ես մենակ եմ, դուք սաղ արեք, հետո ես գկամ, դուք տեսել եք սենց լիդեր, ասում է հիմա պայքարում են ինտերնետով, դրսից ասում է հեղափոխություններ են անում, դուք ելեք ոտի, արուն թափեք, կյանքովը ռիսկ արեք, ով գզոյվի, ես գկամ ասում եմ, ահա, շատ ուժեղ լիդեր ունենք, այդ զաստավկեն էլ որ կա չադրի նման ժողովուրդ ջան, սև չադրի նման, են որ նժդեին էլ եկան թուրքերը, իբր թե կանայք են չադրայով, հիշում եք կինոյի մեջ, որ տղամարդ հայ զինվոր իհարկե իրան թույլ չէր տա կնանիքներին վնաս տալ, նամանավանդ եկել են գլուխը կախ, տեսակ վերջում ինչ եղավ, չադրի տագից ոնց թուրքը խպեց, այս այդ չադրի տագի խանումներից է, խալաներից է, ժողովուրդ ջան, նստած է սենց, մի հատ սենց պրոֆեսորի, չգիտեմ ինտեղ ակադեմիկի ինտոնացիայով, ոնց որ ամբողջ հայ ազգը իրան ուսանող է, ինքն էլ նստած է սենց դաստիարակում է, դաս է տալիս։ Ես ուզում եմ հասկանալ, այս ինչ լիդեր է, 11 տարի չադրեն վրեն խոսում է, ոչ մեկը ոչ դեմքն է տեսել, ոչ ռիսկ է էնում, ոչ մի բանով, խոսում է ու իրան ոչ մեկը չի բլոկում։ Երբ որ ես մտա Facebook-ը սկսեցի գրել, հարձակվեցին վրես։ Թուրքերը չէ, ստեղի իբր թե հայերը։ Մագդա մի գրեք ազերները, ազերբայջանցի,
Вас заблокируют. Асում եմ, а как мне писать? Как мне писать, кто нас убивает, против кого мы воюем? Кто все жизненные законы нарушает? Как мне писать? Ինձ գրում են, պիշի տազիկի, ազիկների դեմ տետար ավելացրա, чтоб тебя ни цукер не блокировал. Ու դու գիտեք, իրանք է տենց էլ գրում են, տազիկի, լավա վյոդրի չեն գրե, աման չաման, վեդրո, կաստուրկա, չգիտեմ. Հիշում եք Աննա Աբրամյանը ղժում չճում էր, տազիկները, որ ոչ մի փաստ աշխարհին չլինի, որ Ադրբեջանը ագրեսիա է կատարել Արցախի եւ Հայաստանի հանդեպ, որ Ադրբեջանը Սումգայի տարե տազիկներ, դուք պատկերացնում եք կողքից ինչ տպավորություն հայ ազգի մասին, որ իրանք տազերի դեմ կռիվ են տալիս. Кто эти тазики? Что эти за ведра? Тазики. Իհարկե ես ինձի թույլ չեմ տվել գրեմ տազիկի. Գրել եմ ազերի, գրել եմ խազերի. Հիշեցի, որ մերոնք եվրեյներին ջվուդ էին ասում. Սկսեցի գրել տուրկը ջվուդի, որ երկու բառն իրար հետ, այսինքն ինտերնետի, ֆեյսբուքի ալգորիթմը չկարողանա քեզի բլոկի. Ժողովուրդ ջան, տարբեր բաներ եմ հնարել, բայց ես տազիկ մազիկ վեդրո չեմ գրել. Հասկացրել եմ, որ թուրքերն են, ջվուդներն են, եվրեյներն են, ազերները մեր դեմ կռիվ են տալիս. Հիմա այս լիդերը գիտնական մշեցի մշում, կոկոլա ասում, կոկոլ, որ ոչ միտեղ չֆիքսվի, որ ինք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքար է տանում, կոկոլ, իմիջայլոց ովքեր որ նստած գրում են կոկոլ, իմացեք, որ իրանք հայեր չեն, ժողովուրդ ջան. Գրում են կոկոլ, որ պատասխանատվության չենթարկեն. Խորամանկ ձևով գրում են. Մագդան թող հասկանա Նիկոլի դեմ ա կռիվ գնում, Մագդան թող հասկանա իբր թե Հագա Նիկոլ են, բայց իրանք կոկոլ են գրում. Հասկացաք, սրա լիդեր լինելու մագարդակը, այսինքն ստեղ լիդերի գործ չի, ժողովուրդ ջան, իրականությամբ ինքը ոչ լիդեր ա ուզում դառնա, ոչ բան. 1918 թվին Կարմիր բոլշևիկյան հեղափոխություն, որ արել են, իմ թայ մարտիկ, ովքեր որ սովետական դպրոց են սովորել, իրան գիտեն, որ ռևոլյուցիա сделали на листовках. Սպիտակ թղթերի վրա լոզունգներ էին գրում, մարդկանց ուղեղի վրա ազդելու համար, ոնց որ գետնին գրեցին Մերժի Սերժին, ոնց որ երկ գրեցին կարճ բաներ, նախադասություններ, որ մի անգամից հրահանգ է դառնում, ժողովուրդ ջան, ենթագիտակցության վրա, մենք ենք տերը մեր երկրի, հիշում եք, այս հատուկ բաներ են, տեխնոլոգիաներ են, սպիտակ թղթերի վրա են գրել, ու ժողովուրդի մեջ էդի սենց տարածել են, ստեղ են թապե, ընդեղ են թապե, ստեղ են լծրե, ընդեղ են լծրե, որ մարդիկ վերցնեն կարտան, իրանց ենթագիտակցության վրա պրոպագանդեն աշխատի. Այս բլոգերները որ կան, ժողովուրդ ջան, կոմենտներ գրող, պոստեր պիրիպոստ անողներ, տարածողներ, դա իրանց լիստովկեքն են ժամանակագից ինտերնետի մեջ նստած են իրանք այս գործն են անում մարդկանց վրա ազդելու համար. Հիմա, վերջի 3 վիդեոն լսեցի, մշեցի մշոյի. Վրոդի բե ասում է, որ ընտրություն չպիտի լինի. Ընտրություն չպիտի լինի, բայց ինչ է առաջարկում, քորի մեթոդները, լուսերն անջադեք, ջարդ ու փշուր արեք, քորի մեթոդները,
Ջարդ ու փշուր արեք, հեսա ես ձեզ կմիացնեմ, ժողովուրդ ջան, դուք լսեք, որ Եվ քոր շունը որպեսզի չստուգեր ինքը լիներ նորմալ մարդ եւ ստուգեր, ապա Արցախից ոչ ոքի չպետք է բերեր Հայաստան։ Ընդհակառակը Հայաստանից պետք է տաներ Արցախ եւ ճնշեր, մինչեւ հասկանային այնտեղ ովքեր ով են։ Եվ սա ընտրություն չի, եւ ոչ մի ընտրություն չի լինելու։ Սրան պետք է բոյկոտել հեղափոխությամբ տարբեր ձևերով։ Նույնիսկ ընտրությունների ժամանակ արկղերը վերցնել, տանել, ջարդել, փշրել, լույսերը անջատել, տարբեր տիպի խուլիգանություններ անել, որովհետեւ ոչ մի ընտրություն տեղի չունենա։ Եվ պլակատներով դուրս գալ, որ սա ընտրություն չէ, սա պոռնկություն է, որը նորից կատարում են հայ ազգի նկատմամբ։ Այժմ իբր թե քորի դեմներ խոսում, բայց քորի մեթոդներով ժողովրդին նայեք ինչ են ուզում անել։ Իրանք ելնեն սկսեն ջարդել փշրել, պիրիխվատ իբր թե հայերն արեցին, իրանք ջհուդները ժողովուրդ ջան, միշտ իրանց հակաուժն են նախապատրաստում, ոնց որ իշխողների մեջ ապոզիցիան պարզվեց, որ սվայաժը ապոզիցիայի դեր են խաղում։ Հիմա ուզում են ջարդող փշրող խումբը բերեն իբր թե հայերն եկան ջարդին փշրեցին, նորից իրանք գան իշխանության։ Էսի մեկ մեթոդը։ Հետո խոսում է հայերին, դուք լսած կլնեք ժողովուրդ ջան։ Այս 3 վիդեոն լսեք, կհասկանաք, ես ձեզ բացատրեմ։ Խոսում է, որ կատվները, շները մեզնից ավելի թասիբով են, դաժե կատվների շների մեջ այդենց բան չկա, որ մենք մեր երեխեքներին տեր չեն կայնում։ Նույն պրոպագանդան տանում էր Արիաննան, Բոզարյաննան մայրական իրավունքներից զուրկը, որ հայ մայրերը Ալիևի փողերով ծախում են երեխեքներին։ Նույն պրոպագանդան Բարիս Մուրազին է տարել, մի հատ Արա Հարությունյան կա Ամերիկայից, որի քուրը կամսամոլի ղեկավարն է եղել Հայաստանի, չգիտեմ ինչ որ ասում են Սատկումա ինչ արդեն պատիժը ստացավ։ Մեկ էլ Անիկ Աղինյան կա, թուրք լամուկը, նստած էին խոսում են, որ պարզվեց հայերը երեխա չեն սիրում։ Պարզվեց հայերը տուպոյ են, սարից էնյան հայի խելքը չի տարածվում։ Ժողովուրդ ջան, ՄԱԿ-ի կոնվենցիայով եղերնը կոչվում է ոչ թե միայն ֆիզիկական ոչնչացումը մարդկանց ազգային հողի վրա, այլ նաև իրան ուղեղի յենտագիտակցության психологическое и душевное влияние на людей, այսինքն մարդուն անընդհատ պրեսի տակ դնել, ազգը պրեսի տակ դնել, այն ինչ որ Սատկավ Արմեն Գրիգորյանը, իրան բերանով Զեյնաբ Խանլարովան որ կա, Դոդի Կլեոպատրան, Նաիրա Զուրաբյանը իրականությամբ, ոչ թե Զոյրաբյան, Նաիրա Զուրաբյանը, էլան ժեղ ու զոմբի տարածեցին, մի հատ էլ իբր թե Հայաստանի գլխավոր փսիխոլոգ Մադատյան ջհուդ կա, այդ 3-ով տարածեցին հայ ազգի մասին, որ զոմբի արժեխացել ենք իբր թե մենք, սա ժողովուրդ ջան, եղերն է, ու այս գիտնականը նստած է, ձեռի հետ հայերին նսեմացնում է, հասկացեք կա ասենց հասկացողություն, դու ինքդ քեզ ամեղտեղ որ մեղադրում ես,
ժողովուրդ ջան, սա ուժեղ հոգեբանական հարված է։ Երկրորդը մարդը պաշտպանում է այն, ինչ որ սիրում է։ Սա հատուկ հարված է հայ ազգի վրա։ Նժդեն ինչից ելնելով 500 զինվորով 50,000 Թուրքիի կարմիր 11-րդ բանակը ջարդեց, որովհետև սիրում էր ազգը, հասկանում եք, այդ մեն սիրուց Աստվածը ուժ է տալիս, ժողովուրդ ջան։ Հայերին ասում են զոմբի, ժեղ, նախանց, կեղտ, իրար չուզող, չգիտեմ ինչ, այդ հայ դավաճանն էլ տարածեցին, իբր թե Նժդեն ասել։ Չկա այտենց բան, Նժդեն այտենց Նժդեի անունից տարածեցին, որ մենք չհասկանանք, թաքնված թուրք ու ջվուդներն են մեր մեջ հայախոս մեզ դեմ տալիս, որ մենք մտածենք, վայ, ես մենք ինչ կեղտ ու զիբիլ ենք, մենք մեզ դավաճանեցինք, չէ, ժողովուրդ ջան։ Սա հատուկ գործողություն է անում հայ ազգի վրա ազդելու, ուրեմն խոսում է, որ դուք ելեք, հաղթեք, մենք գկանք, ասում է, ով պիտի կառավարի Հայաստանը։ Մի ռոլիկի մեջ ասում է, կոնկուրս կանենք, կընտրենք ամենալավերի, ու այդ լավերը կկառավարեն Հայաստանը։ Նախ ասեմ, այդ կոնկուրսներից տեսակ Էփշտեյնի ցուցակի մեջ են սա հայտնաբերվում։ Տեսակ ես Նոբելևսկի պրեմիան, օլիմպիադաները, բաները, սաղ ջվուդները հորինել են, ժողովուրդ ջան, որ ելն են ջրի երես մարդիկ, խելքով մարդիկ, իրանց ձեռից սաղ տանեն, սպանեն, սաղ գիտությունները արան իրանց ձեռը, ամեն ինչ արան իրանց ձեռը, գիտությունն է, որ տալիս է հնարավորություն հարց լուծելու, ժողովուրդ ջան։ Սաղ ինչ կարելի էր թղթի վրա գրել, երաժշտություն, լիտերատուրնե պրեիզվիդենիե, հա, գիտնական աշխատանքները, մարդիկ ելան, էշ ելնում են, գնում են Նոբելևսկի պրեմիա ստանալու, իրանք իրանց դնում են հարվածների տակ, իրանց սպանում են, գիտությունը վերցնում են հայի մյուսի ձեռից, գրում են, բա գիտեք Աբղամոչին ումն է, այտենց խապեցին աշխարհը։ Հիմա կոնկուրս է առաջարկում, Հայաստանը ղեկավարելու կոնկուրս է առաջարկում։ Հետաքրքիր է, այդ կոնկուրսը ինչ կրիտերիաներով պիտի որոշվի Հայաստանը ղեկավարելու համար, սենց ասեմ, լաուրեատներ, հա, պետք է ինքը ընտրի։ Եվ եթե կոնկուրս է, ուրեմն ժյուրի պիտի լինի։ Այդ ժյուրին ով պիտի ընտրի։ Շատ հետաքրքիր գիտական աշխատանք է տանում մարդը։ Այդ ժյուրին ով պիտի ընտրի, որ այդ ժյուրին էլ նորից նստի ղեկավար մեզի ընտրի։ Հասկացաք, ժողովուրդ ջան, ջվուդական, հերթական խաղեր, ահա, այսօր ինչ է առաջարկում, ասում եմ, որ սահմանադրությունը, որ ուզում են փոխել, Նիկոլա, սաղս գիտենք ինչ խաղեր են ուզում տալ, ժողովուրդ ջան, որ մի քանի տողով ոչնչացնեն Հայաստանը, էդի պարզ է սաղին, բայց ասում եմ, որ եթե գնաք ընտրությունների, տակիլնի չի Նիկոլ կանցնի, բայկոտեք ընտրությունները, բայկոտելներ սենց առաջարկում, ահա, հեղափոխություն, ջվուդները նորից հեղափոխություն անեն մեր գլխին, ասեն ով ուզում է լինի, տաբուրետկա լինի, մենակ թե Նիկոլ չլինի, տաբուրետկա լինի, Սերժը չլինի, հիմա էլ տաբուրետկա լինի, Նիկոլը չլինի, հետո մենք կնստենք տաբուրետկե կընտրենք, կոնկուրս, նա կոնկուրսն է ասնովի, ահա, կամ ասում է ելեք խուլիգանություն արեք, երկրորդը ինչ է առաջարկում, ասում է ջարդենք, փշրենք հայերս, ինք ենտեղից պուլտով սենց կառավարի,
չադրի տագից, որ իրան վտանգ չլնի, այդենց լիդերա, յուբկի տագից լիդերա, ասումա մենք գկանք, временное правительство կընտրենք, հետո ռեֆերենդում կանենք, տարբեր ուժեր իրան սահմանադրությունը կգրեն, ուշադիր լսեք ժողովուրդ ջան, ռեֆերենդում կանենք, ամեն ուժը չի ասում կոկոլին ոչնչացնենք, դատենք, չէ, Նիկոլն իրան սահմանադրությունով, են մյուսը դոդը իրան սահմանադրությունով, դոգը իրան իմիջայլոց դոգին ձեռի հետ գովում, ասմա դե ահակին բանա բոլորի մասին ասել, հասկացաք, հետո ասեց, Ալիև 17 միլիոն դոլար տվեց, Facebook-ի սեջերը տվեց ջարդել, 17 միլիոն դոլար, ջհուդների ձեռնա, թե ինչա Ալիև պիտի փող տա, ոչ մի բան էլ չեն ջարդել, ժողովուրդ ջան, ջնջվավ, որ էլ փաստ չկա, ոչ մի մեղադրանք չկա, խոսածելա ձեզ զբաղվեցնելու համար, ժողովուրդ ջան, տպավորություն թողնի, որին կարտարա, հիմա, ամեն ուժը ասում է, ռեֆերենդում կանենք, ամեն մեկը իրան սահմանադրությունով գկա, ու հայեր ջան դուք կնդրեք, այդ ոնց եղավ, որ ընտրությունները մենք որ ասում ենք, ինչ էլ որ լինի կեղծա լինելու, ինքը բնական է, մարդիկ ասում ենք, բիդի ասեն իրանք էլ էդի, բա եթե ընտրությունները կեղծ են լինելու, այդ սահմանադրությունը ընդունելու հալալ զուլալ լինելը ոնց ես ապահովելու, Նիկոլն էլ պիտի գա, Նիկոլ չի խոսում, որ թշնամություն է անում, հանցագործություններ անում, ասմա կոկոլն էլ է սխալ բաներ անում, դոգն էլ սխալ բաներ, սխալ, ընդամենը սխալվում են ժողովուրդ ջան, ինք այնտեղ ինտերնետով պուլտով նստած է, արուն չի թափում, ռիսկի տակ չի մտնում, մեր հարնան հաշվին ընդամենը վիդիտիլի սխալվում են իրանք սաղ, ոչ թե դա հանցագործություն է ասում, սխալվում են, գիտեք այդենց կաշը լավ չեն էպել, թապեցին թաժա կաշ են էպում, հիմա առաջարկումը, որ սահմանադրությունը ընտրելու համար ռեֆերենդում պիտի անեք, հիշում եք 90-ականների ռեֆերենդումները ժողովուրդ ջան, ռեֆերենդում արեցին իբր թե ատոմակայանը փակեցին, իրականության պարզվեց ատոմակայանը չեն փակե, մեզ են թողել դաժան տարիներին պատերազմին, երկրաշարժի, դժոխքի, Արցախի կռվի, թարսի նման 90-ականների ձունն ու փոտորիկը հիշեք, մեզ թողեցին փաստորեն անլույս, իբր թե հայ ազգը ռեֆերենդում արեց, ատոմակայանը փակեց, դու մի ասա, մինչև հիմա մեր հոսանքը գնում է Թուրքիա, Միջև հիմա, գիտենք, որ հոսանքը տալիս են Վրաստան, գնացել ենք մորս թաղման, մենք գիտենք, թե ջավախքում լույս կա, դու մի ասա ջավախքը Հայաստանից բետար դվիժոկ ա քշում, լույսը տվել են Վրաստանին, պայման չեն դրել հայ միջավայրին, հայ տարածքին, հոսանք առաջնահերթին, հայ է պիտի լիներ, ասեր սկզբից իմ ժողովուրդին, հետո քեզի, չէ, թելվիզը հոսանք ուներ, հոսանք չեն կտրում, ջավախքը դվիժոկի վրա նստած է, այսինքն հայությանը զրգել են հոսանքից, որ մենք ցրդից սովից տանջվենք, մեռնենք, ժողովուրդ ջան, հետո խաղցան, մեզ խապում են, առաջինը, ատոմակայանը կայնացնողները հայերն են, такого в мире еще не было, Քոչարյանն եկավ, ասին լույս բերեցին, մեզ խապում էին, такого в мире не было, атомную станцию по второму кругу запускают, սա խապում են պարզվեց ժողովուրդ, հիմա էսի մեզ այդ ռեֆերենդումից առաջարկում, որ նայեք,
բերեն Նիկոլի սահմանադրությունը անցկացնեն, նորից ասեն այ դուք զոմբի արժեխներ դուք, ոնց որ սարկեցին 18 թիվ հայեր արեցին, ոնց որ եղերն անելուց, Արցախի հողերն հանցնելուց, տաշիրով, բանով, սա խաղը խաղցան իբր թե հայերը նորից այս կանից հետո վերընտրեցին, Նիկոլին սպանելու տեղ, Նիկոլ վերընտրեցինք, մենք այդ աստիճանի զոմբի արժեք ենք։ Հիմա տեսնում եմ, որ ասում եմ ժողովուրդ ընտրություն չպիտի լինի։ Տեսնում եմ, որ միակ մարդն եմ, որ ասում եմ ժողովուրդ հայ է, դրսի թշնամին եկավ հարձակվեց մեր վրա, պալոգիկի վիշետ դրսի թշնամու սպանում ենք, չէ՞։ Սպանում ենք, հարձակվել են, սպանում ենք։ Ով է ավելի վտանգավոր, դրսի թշնամին թե ներսին։ Մեզ վեճնի խապում են փաստորեն, Գյումրին հայեր բացեցին աղով հացով, Սյունիքը այնտեղ հայեր, իրանք են մեր մեջ 100 տարուց ի վեր նստած են ժողովուրդ ջան, մեզ ներսից կոտորում են, դռները բացում են, ասում են հայերը դավաճանեցին, Գյումրին հանցնին, Սյունիք հանցնին, այս հանցնին, այս հանցնին, սա հայերն են անում։ Հիմա այս սահմանադրությունը Մագդան ասում է, որ ժողովուրդ ջան, ներսի թշնամին ավելի վտանգավոր է, քան դրսին։ Ինքն է ներսից դուռը բացում, թշնամուն թողնում է։ Ներսից ինքն է խփում, դրսից էլ բաց է թողնում, մեզի կապկանի մեջ են վերցնում, սպանում են։ Ներսինը պիտի սպանենք, որ դրսին ռիսկ չանի անգամ ասի աչքիդ վերևում կա, հայ չոբանը եթե նստի իշխանության, հայնա եթե նստի, իրան սիրտը ցավալու է իրան ժողովրդի, իրան երկրի վրա ավելի օգուտ կլինի, քան քո թշնամին է նստած ժողովուրդ ջան։ Դուք գիտեք բայրակտարները սարսափելի են, չէ։ Մեր հայ չոբան տղեն սովորական 10 քանի տարեկան, 14 տարեկան, արցախցին, խփել էր բայրակտարը 16 թվին ապրիլանի ժամանակ գցել էր ծած։ Բայրակտարները իրանք են, ներսի նստած թուրքու ջվուդ, որ այսօր էլ Կարին Տոնոյան դարվադելի դեմքով, ու տտարի Մագդան գոռում էր Մագդային կերան, հելել են Մագդայի բարերն են խոսում, որ հայերը հավատան, որ սրանք հայ են։ Հասկացաք ժողովուրդ ջան, բայրակտարները ներսում նստած են, կարդինատները տալիս են, հայերին ուղարկում են էսկետ, թալիշներն են լիզգիններին ուղարկում են էսկետ, բայրակտարներով խփում են, կարդինատները ներսի շներն էին տալիս։ Են որ գնացին սաղ քաղաքական դաշտը գնանց կռիվ մեկի ճգուտի եղունգն էլ անգամ չվնասվավ, չընկավ է, չվնասվավ։ Սաղ չիստին բլիստին առողջ եկան, էդ ինչ բայրակտար էր, որ էդ են սիլեկցիա արեց մեր զինվորներին ու մեր կամավորներին, կոդորեց քաղաքական գործիչներին, ոչ մեկին չխփեց բայրակտարը, էդ ինչ նյուխ էր սենց։ Կարդինատներ տվողներն իրանք են ժողովուրդ ջան։ Հիմա Մագդան էլ ասում է, ելեք ազգովի սրանց ջարդը տանք։ Փաստորեն Նիկոլ պատժելու հարցը դարձել է Նիկոլ ընտրելու հարցը երկրորդ անգամ, ով բերեց հասցրեց դրան։ Ով բերեց հասցրեց դրան, որ մեր եկեղեցիները այնտեղ քանդում են, ասում է իրանց գործն է։ Այսինքն քո երկրի ղեկավարն ասում է թուրքը սպանում է հայի ստեղծածը, թուրքի գործն է, այսինքն հային էլ սպանել, թուրքի գործն է։ Ով է երկրի ղեկավարը։ Բա եթե քաղաքական գործիչները հարց չեն դնում պատժելու, խաղեր են խաղում, ովքեր են իրանք։ Բա գոռում են 5-րդ շարասյուն, 5-րդ քնչագանը ինձ համար կանչեցին, մեղադրանքի փրթե ներկայացնեն, որ պրիզիվ ես արել Նիկոլին ու մնացածներին ոչնչացնելու։ Ասել եմ այո, վիդեոները ցույց եմ տվել, ապացույցել եմ, որ ես ճիշտ եմ։ Ասել եմ ես
պրիզիվ արել եմ ոչ թե սպանության, այլ փրկության, մեզ սպանողներին սպանենք, ես չեմ ասում անմեղ մարդկանց սպանենք, ես ասում եմ մեզ սպանողին սպանենք, բա ինչ պիտի անենք, բա գոռում եք 5-րդ շարասյուն, 5-րդ շարասյուն, բա ինչի չեք զբաղվում այդ 5-րդ շարասյուն, ով է ու ինչով է զբաղվում, բա ով պիտի զբաղվի, ոչ մեկը չի զբաղվի, ժողովուրդ ջան, որովհետև բոլոր ստրուկտուրաների մեջ իրանք նստած են, ԱԱԾ-ն բոլոր երկրների ԱԱԾ-ները դա Մոսադի ֆիլիալներն է, վсё։ Ոստիկանությունում էլ իրանք են նստած, այդ մենտ ու մուսր, որ ասում են, իրանք են, Պաշտպանության նախարարությունում սաղ իրանք են, կոմանդնի սաստավ իրանք են, ինչ հայ կար, տանում են ակտիվ ֆազայի ժամանակ, մեջքից սամոները տալիս են խփել, հասկացաք, զինվորները մի հատ ջվուտ, զինվոր չկա ժողովուրդ ջան, ոչ Բերդում նստած ջվուտ կա, ոչ բաննագում զինվոր ջվուտ կա, Բերդում նստած են հայ տղեկը, ղեկավարները սաղ ջվուտներն են, տեսակ վիդեոն գծել եմ այլասերված, ես չեմ ասում բոլորը, բայց հիմնական իրանք են, տեսակ տրանսգենդերների հետ բոզություն անողը նստած էր Էջմիածինի Սիզոյի պետի տեղակալներ, հանցագործը, հայ տղեկների գլխին սարկում են, հանցագործը կայնածը դաստիրակ չողայի փրթե, հասկացաք ինչ են անում, ժողովուրդ ջան, հիմա առաջարկում եմ, որ ռեֆերենդում անենք, սահմանադրություն ընտրենք, Նիկոլ ընտրել ասում է կեղծ է լինելու, սահմանադրություն ընտրել 100%-անոց է լինելու, որ վերջում ասեն դուք զոմբի արժեխ եք, դուք արդեն Նիկոլը չի, դուք ընտրեցիք, ոնց որ Նիկոլն էլ ասեց, ես ինչ անում եմ, դա դուք եք անում, դուք եք ինձ ընտրել, ես ձեզ եմ ներկայացնում, նույն բարերը քորը 90-ականները ցեկայի շենքը ամերիկյան համասարանի դեմից ժողովուրդին ասեց, ես ձեզ եմ ներկայացնում, իրանք ինչ ուզում են ֆռցնում են հայ ազգին, ասում են մենք ձեր ուզածն ենք անում, մենք ձեր ասածն ենք անում, նույն քաղաքականությունն է, ջվուդական, մարդուն ասում են դու գլուխն ես գիտես, բայց գիտի, որ ինքը վիզնա, ուր կուզի այնտեղ կֆռցնի, սովորել են մանիպուլյացիա նախադասություններն ենենց ասեն ժողովրդին, որ հետո ոնց ուզենան ֆռցնեն ժողովրդին, հիմա Նիկոլի բանը սահմանադրությունը ուզում են փաթաթեն հայ ազգի վրա, որ դու այդ սահմանադրությունը ուզեցիր, դու քվեարկեցիր, Հայաստանն էլ դու ոչնչացրիր, Արցախ ասեցին դուք փախակ, ենենց են փախե, որ 20,000 տղու գլուխ մենակ կերան, Հայաստանցիքն ու Արցախցիք իրար հետ երեխեքն ասում են մենք գնում ենք առաջ, մեզ հրահանգ են տալիս, որ նահանջենք, երբ որ Մագդան ելավ դրանից բացի գոռում ասում է Մագդան, որ ասում է մերոնց դեմ են տալիս, երեխեքն արդեն գրում են, ծնողներ գրում են, որ մեր երեխեքն ասում են, մենք գնում ենք առաջ, մեզ նահանջելու հրահանգ են տալիս, Գորբագորն ելավ ասե տակտիկական նահանջապ, գալիս ենք ետ, որ թափ առնենք գնանք հասնենք Բաքու, հասկացաք, մշեցի մշոն ով է ժողովուրդ ջան, եթե մեկը իրան կյանքով ռիսկ չի անում, բոլորի համար, նստած է բոզի նման, չադրեն քաշել է սև դեմքին վրեն, բայց գրել է մշեցի մշո, ասում է պուլտով Եվրոպայից ես պայքարելու եմ, դրաստի, ինչ խաղ է հիմա գնում ժողովուրդ ջան, բոլոր երկրներում,
Քանի որ ջվուդների հարցը բարձրացրինք ու տարածեցինք, հիմա ջվուդները հագաջվուդական ուժ են ստեղծել, ժողովուրդ ջան, շատ ուշադիր նայեք, Դարվադելի Կարին Տոնոյանի նման նստած է հիմա խառնածիններից է խոսում, բա, որ էգի լծվել են, իրանք են սենց դեմ տալիս, այդ խառնածինները շատ սարսափելի ֆակտոր է, բա, ուռոտ, Բագրատ Լալայանը Կանադայի ու Ամերիկայի ֆարմացևտիկ խոշոր կորպորացիաների տերը Սերժը բերեց մասոնական լոժան պաշտոնական բացեց ու ինքը ղեկավարն է քո 5165 շարժման ղեկավարն է որի մասին էռատոն մի ամիս առաջ խոսած բացելուց առաջ մենք բացելու ենք շարժում, չէ, սկզբից ասեց կուսակցություն, որի անվանումը կլինի թվերով։ Տեսան, որ բեյնից դուրս տվեցին, Էլան կուսակցություն չէ, շարժում է, որ էռատոյի հետ չկապենք էսի ժողովուրդ ջան։ Են հենց որ զգոն եղեք հայեր ջան։ Հիմա տարբեր ուժեր են գծում, որ հայերին գծեն կապկանը, ժողովուրդ ջան։ Իրանց ուզածը նորից հայերի ձեռքերով անեն, հասկացաք, ոնց որ սովետը էլան գծեցին հայերի վրեն, որ Ղարաբաղի շարժումը հայերն սկսեցին հայերի պատճառով, սովետը քանդվել է, Ելցինի միջոցով, Գորբաչովի միջոցով, ջվուդական պլանն ա եղել, գնացել են Բելավեժսկի Պուշյան, Բելարուսյան կարծեմ, եթե չեմ սխալվում Ռուսաստանը ու կամ Կազախստան կամ Ուկրաինան, Բելավեժսկի Պուշայում ստորագրել են սովետի լուծարման փաստաթուղթը, Ելցին գնացել է Ամերիկայում, Բուշի կաբինետում, զեկուցել է, որ սովետական միությունը լուծարվել է, դա здравствует США։ Ով է քանդե։ Հայեր, սովետական միությունը ստեղծվել է կամիցե 300-ով, որը եկել է Ամերիկայից, ժողովուրդ ջան, Լոնդոնից, կամիցե 300, անունն էլ ինչի են դրել կամիցե 300։ Մինչև հիմա այդ կամիցետը գործում է, ժողովուրդ ջան։ Այդ բոլոր տարբեր սատանիստական ուժերը, ենի Բելվեդերսկի կլուբ, ենի Ռիմսկի կլուբ, ենի Իլյումինատի, էսի սիանիստի, այդ սաղ կամիցե 300 տարբեր ռանգի բաներ են ստեղծել, որ ժժնեն մարդիկ չհասկանան ինչա կատարվում, ով է այս կռիվը տանում։ Կամիցե 300 մեր հայկին հագաուժ որպես, քանի որ հայկը 300 հարազատ հայ ա վերցրել, քաշվել է Արարատի լանջերին։ Դրա համար անունը դրել են կամիցե 300։ Են մի հատ պորնիկ լիլիպուտ կա, Արտուր Մեղչյան, չէ Յան, որ երկում է ահա և վերջ, բելը հաղթեց հայկին, Երևանը վերջի մայրաքաղաքն է, սա է իրանց երազանքը, ժողովուրդ ջան, եկել են, որ իրանց արևին կուլտան պրծնեն, կոգորտին պիտի մնանք։ Մենք հիմա որ խոսում է ժողովուրդ, սրանց հեշտ է ոչնչացնել, ճանապարհներին բենզին լցնել ավտոյով, հիտ գնացին ու վառվան։ Մշեցի մշոն, Մագդայի խոսքերն ասում, բենզին լցրեք, վարեք դրան շարասյունը։ Արիլից, գիտականորեն հաշվարգարա, որ հեռավորությունից, քանի լիտր ապեր, սենց ֆիզիկական հաշվարկ, մեխանիկական հաշվարգարա, գիտականորեն արի հայավարի մեր հետ հավասար, արի վառենք։ Պուլտը դիրմիյան, չադրեդ հանի, ասմա գյուլչետայ, չադրու սնիմի, հլը մի հատ տեսնենք չադրի տակ նով ա վաբշե։ Հասկացաք ժողովուրդ ջան, մշեցի մշոն,
ջվուդի էջա, էսա հիմա գկցեմ YouTube-ն էլ, հիմա կսկսեն ոնց որ Մուկուչյանի ճվերի համար Նիկոլի Կլարա Ցետկին պաճողները, որ իրան Գորժ Գայլերի նշանը ստոպ կադր են կարել, վիդեոյով ցույց տվեցի, որ գրեցին էսի բանա, ումնե ինտելեկտնա բանարը, էսի իրական չի, վիդեոն տարածեցինք, Նիկոլի Կլարա Ցետկին, Էրատոյի Կլարա Ցետկին պաճողները հարցակվել են էջիս վրա, գիտեն թե պիտի լռեմ կամ բան անեմ, մեկին 10 եմ պատասխանելու, այո ամմոտս դրած միան, մեկին 10 պատասխանելու եմ, ուզում եք լսել նաև անեծքներս, Արմեն Գրիգորյանի հետևից կգնաք, հերթ, սատկելու եք այսենց, արեք ես էլ ձեզ ուղարկեմ, կոմպլեքս սենց գլրացնեմ, քֆուրներն անեծքնել հետը, դնեմ ուպակովկա ձեզ անեմ, սիկտիրցնեք գնաք ես աշխարից, եղավ Հայեր ջան, փորձեմ այսօր երկրորդ լայվն էլ անեմ, շնորհակալություն Հայեր ջան.